Գիտեք հաջորդ քայլի մասին ես որպես արցախցի, ես իմ պարտքս եմ կատարում, առաջինի իմ առաջ, որպես արցախցի։ Երկրորդն էլ նորից եմ ասում, ես հեսա ահագին տարիներ այս պայքարների մեջ։ Այս պայքարը իմ համար հանուն արժանապատվության է։ Հանուն ես ուզում եմ ինձ հայ զգամ։ Ես ուզում եմ հայ կերպարը, իսկական հայ կերպարը այդ մարդու կերպարը զգամ։ Դրա համար այդ պայքարը մենակով էլ լինի, քանի օքով էլ լինի, մենք պիտի շարունակենք։ Մեկ այս պայքարը հասունանալու է։ Ամեն մեկի որ դուռը ծեցին, այն ժամանակ մարդիկ գիտակցելու են։ Ես որպես ցավալի օրինակ եմ բոլորին ասում, մի սպասեք գա ձեր դուռը ծեցին, որ գալիս են արդեն դուռը ծեցում, դեղ չեն գալիս, դեղ դանակով են գալիս քո դուռը ծեցում, ձենքով են գալիս քո դուռը ծեցում։ Դրա համար մի թողեք այսօրը սենց հասնի այս իրավիճակին։ Ներկայաշխանության ղեկավարությունը հազար անգամ ուրիշ խոսքեր խոսելով Արցախը Հայաստանն ու վերջ, արցախցիներին վտանգ չի սպառնում, ցեղասպանություն չի սպառնում, Արցախի ինքնորոշված ժողովուրդը ինքը պիտի որոշի, մեկ իրավունք չունեք արցախցիները տեղը որոշում կայացնեք, բայց տեսեք ինչ է կատարվում։ Համարցախցիները տեղը որոշեցին, համարցախցիներին հանձնեցին, համարցախը հանձնեցին, այդպես խաբեցին։ Այս ներկա ժամանակները տեսեք, այս ընտրությունների ժամանակ ինչ է կատարվելու։ Իրար ուտելու են ստե։ Իրար ուտելու են սաղ քաղաքում մեկ, Արցախի հիմնախնդիրը դնելու են մի հատ զոհվածների անունները դնելու են սենց մի հատ քարոզարշավի բան, ու էլ ժողովրդին տես խաբելով, մոլորացնելով պաշտոնի կռիվա գնալու, բանի ղեկավարության կռիվա գնալու։ Հողի մասին մտածող չկա, ժողովրդի մասին մտածող չկա, այդ ցավը դա է։ Այս օրվա իրավիճակում էլ հենց դրա պատճառով ենք մենք որ հասել ենք ստե։ Խաբել են մեզ բոլորը, խաբում են, շարունակում են խաբել։